Շանթ Դաշինք կուսակցության անդամ Ավետիսյան Ռոբերտ։ Պարոն Ավետիսյան, դուք ընտրությունների հետ կապված հանրային տրամադրությունները շոշափելու ինչ ակնկալիքներ ունեք միասնության թևերին, ինչ կհաջողվի անել այս ընտրություններին։ Ամեն դեպքում ակնկալիքները դրական են, Դաշինքով մասնակցում ենք հենց տրամաբանությամբ, որպեսզի այլ ուժերի ձայները չփոշիանա եւ հնարավորինս փոքր շնորհարենք, բայց ամեն դեպքում պետք է հաշվի առնենք, որ մեծ հաշվով մեծ տրամաբանությամբ անօրեն իշխանությունների դեպքում մի քիչ դժվար է այդ ամեն ինչը անել, էլի։ Դուք սոցհարցումներ իրականացրել եք, այս բան իշխանությունները քանի տոկոս ընտրվելու ձայներ ունեն եւ ընդդիմությունը ինչքան ձայն ունի։ Արդյոք ընտրությունների միջոցով կհաջողվի Փաշինյանին իշխանության աթոռից հեռացնել։ Սոցհարցումները բավականին խոր հետազոտություններ արվել են, ամեն դեպքում հետազոտությունները ցույց են տալիս, որ ընդհանուր տրամաբանությամբ միշտ 40+% է, վարչական ռեսուրսը հաշվի առնելով 40+% է, բայց 50-ը չի անցնում։ Ընտրություններով դե բնականաբար օրինական ճանապարհով պետք է իշխանափոխություն արվի, մենք ուրիշ ճանապարհ այսպայն չենք էլ դիտարկում, բայց նորից եմ ասում, դի հաշվի առնելով անցած 35 տարին այս տրամաբանությունները եւ այն ժողովուրդը, որ երկու անգամ Նիկոլ Փաշինյանն ընտրել, մի քիչ ամեն դեպքում պեսիմիստական հայացքներ էլ կան, որ այսինքն շատ հնարավոր է, որ 26-ին էլ գնա ընտրության եւ ընտրի Փաշինյանը, հաշվի առնելով, որ 21-ի ընտրությանը Շուշիի Հադրութի դեօկուպացիայի ծրագրով էր եկել իշխանության, բայց մենք տեսանք, թե ինչ եղավ Արցախի հետ։ Մենք բոլորս այս հավաքները, հարցումները, ակտիվությունը հենց նրա համար են, որ այդ ամեն ինչը կանխվի։ Այդպես պետք է տրամադրվենք, բայց պետք է հաշվի առնենք, տրամադրվել դրական, բայց հաշվի առնելով են բացասական հանգամանքներն են։ Ամեն դեպքում պետք է դա մտքեմ լինի, պետք է ռեալիստ լինել։ Բայց ամեն ինչ արվում է, որ դա չկրկնվի։ Դա այնպես պետք է արվի, որ չկրկնվի։ Հիմա մենք այդ ենք փորձում անել։ Այսինքն մեծ հույսեր չունենք։ Հույսը վերջինն եմ արում, պետք չի հույսով գնալ առաջ, պետք է կոնկրետ քայլեր տրամաբանական, որոնք որ բխում են առաջին հերթին պետականության ազգի շահերից եւ իդեմս դրանց, բայց միշտ չի, որ այդ գաղափարները հեշտ են տրվում եւ հեշտ են հասանելի դառնում ընտրող քաղաքացուն երկարաժամկետ տեսանկյունից։ Փաշինյանը կգնա ընտրությունների կեղծման, չնայած հայտարարել էր, որ ձեռքերս կկտրեմ ընտրությունները չեմ կեղծի, բայց ասացի 40+ ձայն ունի վարչական ռեսուրսով, այսինքն 50+ ունենալու համար պիտի գնա արդեն այլ զարտուղի ճանապարհների, կգնա այդ քայլին, թե չէ։ Տեսեք, հիմա այստեղ կանգնել ասել Փաշինյանը գնա կեղծիքի, բնականաբար յուրաքանչյուր իշխանություն էլ ասում է մենք կեղծիքի չենք գնում։ Այդ ամեն ինչը հենց նույն սկսած վարչական ռեսուրսը, իրենց եղած ֆինանսական հնարավորությունները փաթեթավորվում եւ մատուցվում են այն կերպ, որպեսզի չստացվի, որ կեղծիքա գնացել։ Բայց չգիտեմ, մի քիչ ամեն դեպքում իրենք անելու են այն ամենը, որպեսզի վերարտադրվեն եւ իրենց այդ հայտարարությունների մեջ, վերջինս էլ վերջում պարոն Ռուբեն Ռուբինյանը ասաց, եթե ընտրում եք չեմ հիշում ինքներ, թե մի խոսքով իրենց կուսակցություն անդամներից մեկ դեր ասում եք պատերազմ կամ խաղաղություն, հիմա էլ ավելի ակտիվ են դա հրամցնում ժողովրդին մոլորեցնելու համար։ Լավ, բա դուք ինչ եք դրանից։ Դուք գալիս եք, որ ինչ անեք, ինչն եք ուզում փոխել։ Որն է ձեր գլխավոր ուղերձը եւ ասելիքը ընտրողներին։ Գլխավոր ուղերձը, որ միշտ կա ելք այլ տարբերակ, ելք չասոցացնենք այլ կուսակցությունների հետ, չասոցացնենք, միշտ կա այլ տարբերակ եւ տրամաբանական տարբերակներ կան, այդ ելքը ժողովրդի ընտրության մեջ է, այսինքն մինչև հիմա հաստացի իշխանության են եղել այնպիսի մարդիկ, որոնք որ ասոցացվել են նախկինների եւ ներկաների հետ։ Այս պահին մարդիկ ունեն հնարավորություն ընտրել այնպիսի ուժ, որը որ չի ասոցացվում համենայնպես ոչ մեկի հետ։ Նախկին քաղաքական անցյալում ամենանդեպս բարոյական կերպարներ են եղել, որոնք որ հատկապես Շանթի ընտանիքը 50-60 տարի այդ մարդը իր անձնականը զոհելով նվիրել է ազգի շահերին։ Դրանից բացի ավելի բարոյական քայլ կարծում եմ չեք կարող գտնել։ Ոչ մի ուրիշ համենայնպես կուսակցության հիմքում
Ես այդպեսին է այս բան չեմ տեսել։ Շնորհակալություն։